Շաբաթվա սկզբին падգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ազգային ժողովի արտահերթ նիստ օրակարգում 6 հարց հատուկ քննարկման ընթացակարգով։ Կառավարության ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ուսումնական եւ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահել զինվորական կոմիսարիատներին, այս գործընթացում դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը, Օրենսդրական փաթեթով նախատեսվում են նաև հստակեցնել 27-ից 37 տարեկան հասակում կրճատժամկետով պարտադիր ծառայություն անցնողներին տրամադրվող արձակուրդի կարգը։ 1 տարի կամ 6 ամիս ծառայողների համար կսահմանվի 10 օրացույցային օր արձակուրդ, իսկ 1 ամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի նախատեսվում։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով նախատեսվում է պայմանագրի դադարեցման պայման 1 տարվա ընթացքում 5 անգամ կարգապահական տուժ ստանալու հանգամանքը, հստակեցվում են պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, սպայական կազմի զինվորական պաշտոնների նշանակման, առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ընդունման, պայմանագրային զինծառայողներին հավասարեցված անձանց հետ կապված հարաբերությունները, Փոփոխություններով հստակեցվում են նաև սպայական կազմի նշանակման, պայմանագրային ծառայության ընդունման եւ ծառայությունից արձակման կարգավորումները։ Նախագծով նոր հնարավորություն է սահմանվում նաև պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկված զինծառայողների համար։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրում ներառվում է հատկացվող գումարի եւ ձեռք բերվող բնակելի տարածության արժեքի դրական տարբերության դեպքում տարբերության գումարը ձեռք բերված բնակելի տարածության վերանորոգմանն ուղղվելու հնարավորությունը։ Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսվում նաև պաշտպանության մասին եւ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքներում։ Պաշտպանության նախարարին կվերապահվի զինված ուժերի եւ զորամասերի մարտական դրոշների, տարբերանշանների եւ կրման կանոնների հաստատման իրավասությունը։ Առանձին կարգավորման անդրադարձ է կատարվում 27-ից 37 տարեկան այն անձանց հարցին, որոնք ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ չեն անցել զինվորական ծառայություն։ Բռնի տեղահանման արդյունքում շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայություն անցած լինելու փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը եւս խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցմանը եւ ինտեգրմանը։ Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունները հիմնականում լավարկող եւ տեխնիկական բնույթ ունեն։ Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական համակարգ եւ դրա իրավական հիմքերը ձևավորող օրենսդրական փաթեթը ներկայացվեց ազգային ժողովում։ Մենք ներդնում ենք կենսաչափական նոր համակարգ Հայաստանի Հանրապետությունում, փաթեթը բնականաբար պիտի միտված լինի պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելու համար։ Նախարարը նշեց, որ համակարգը ներդրվելու է պետություն մասնավոր համագործակցության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման լիարժեք իրավունքը։ Փաստաթղթերը համապատասխանեցվելու են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին։ Օտարերկրացիների համար նախատեսվող փաստաթղթերը նույնպես կպարունակեն կենսաչափական տվյալներ։ Սա եւս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար կգործի քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։ Կառավարությունը նախատեսում է, որ նույնականացման քարտը ներպետական գործարքների եւ հանրային ծառայություններից օգտվելու հիմնական փաստաթուղթը լինի։ Այս օրենքը պիտի հավակնի համակարգային ձևով կազմակերպելու այն բոլոր ընթացակարգերը, որոնք որ անհրաժեշտ են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ եւ բնականաբար երաշխավորի իրավական որոշակիություն եւ նաեւ ապահովի գործառնական հետեւողականություն։ Նախարարը հավելեց, որ նոր համակարգը կծառայի նաև կառավարության թվայնացման քաղաքականությանը եւ թույլ կտա արագացնել պետական ծառայությունների մատուցումը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները կխստացվեն։ Ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ։ Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կառավարության հետ համաձայնեցրել եմ եւ առաջարկում եմ ել ավելի խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները։ Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում նախատեսվում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Եթե գործող օրենքով Telegram կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով
պատիժը խստացվում է դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Առանձնապես խոշոր չափերով իրացնելու, ինչպես նաև անչափահասին կամ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոց վաճառելու դեպքում պատիժը կկազմի 8-ից 15 տարի։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 8-ից 15 տարվա պատիժ։ Խստացումներ են նախատեսվում նաև առանց իրացնելու նպատակով սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելու, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու դեպքերում։ Տուգանքները եւ ազատազրկման ժամկետները կրկնապատկվում են։ Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ տուգանքը 10 պատիկից 30 պատիկը դարձնել 20 պատիկից 40 պատիկը, ազատազրկման ձևով պատիժ 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ։ Փոփոխություններ են նախատեսվում նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Փոքր չափերով առանց իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու կամ ձեռք բերելու համար տուգանքը կկազմի 400-ից 800 հազար դրամ, իսկ նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում 800 հազարից 1.6 միլիոն դրամ։ Նախագծի հեղինակը նշում է, որ փոփոխությունների նպատակը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխումն է եւ անչափահասների պաշտպանությունը։